Հելեն ջան, ես դες տալիս եմ բլից հարցեր, դուք արագ պատասխանում եք, լավ։ Շատ լավ։ Մարքեթինգը ավելի շատ հոգեբանության մասին է, թե վաճառքի։ Հոգեբանության։ Եթե product-ը վատն է, արդյոք մարքեթինգը կարող է լավ արդյունք տալ։ Ոչ։ Վիճելի է, բայց ոչ։ Հայաստանում ո՞ր ուղղությունն է ավելի արդյունավետ հիմա։ SMM-ը թե influencer marketing-ը։ Social media-ն։ Կարող է ընկերությունը առանց բյուջեի միայն կրեատիվով արդյունքի հասնել։ Ոչ։ Բայց ես համաձայն չեմ։ Ախր կրեատիվը ներկայացնելու համար էլ է բյուջե պետք։ Այդ կրեատիվը կարելի է ստանալ հեռախոսով։ Ես կարծում եմ, որ կոնտենտի համար պետքա վճարել ու պետքա բյուջե հատկացնել։ Լավ։ Կներեք։ Միջազգային ո՞ր բրենդի մարքեթինգով կուզեիք դուք զբաղվել։ Ալո յոգա։ Սկորպիոյի հաջողության հիմքում ավելի շատ ձեր անունն ու անձնական բրենդն է, թե կոնկրետ գործերը, որը արել եք։ Գործունեության սկզբում իմ անունը, հիմա գործերը։ Ինչն է մարքեթինգում ամենաբարձ չափվող արդյունքը։ Երևի այն ինչ որ սուբյեկտիվ է ու հստակ KPI չի, կոնկրետ creative ասված է։ Ինչքանով է creative։ Բիզնեսի համար ունենալ սեփական մարքեթինգի թիմ, թե վստահել առանձին մարքեթինգային ընկերությանը։ Կախված բիզնեսի մոդելից, բայց հիմնականում հիբրիդ ունենալ մարքեթինգի հիմնական թիմ, բայց համագործակցել նաև գործակալությունների, ընկերությունների հետ, սա իդեալական դուո է լինում։ Ամենամեծ արշավի չեկը, որ ձեզ վճարեն որքան է կազմել։ Ոյ։ Այս ընդհանուր եմ ասում, այսինքն agency fee չի էլի։ Եթե ճիշտ եմ հիշում, 25 միլիոն եմ հիշում։ Դրամ։ Դոլարի հետ էլ գործ չունենք։